1908 թվականի հոկտեմբերի 3-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Պալչյանների ընտանիքում ծնվում է Լևոն Կարապետը։ Առաջին աշխարհամարտի օրերին ընտանիքը կարճ ժամանակով հաստատվում է Օդեսայում։ Այստեղ հայկական նախակրթարանում Լևոն Կարապետն ստանում է նախնական կրթությունը։ Գաղթական հայ ընտանիքները ոչինչ չէին խնայում իրենց զավակի կրթության համար։ Պալչյանները բացառություն չէին։ Պատանին կրթությունը շարունակում է նախ Միսակյան Քեսիմյան ազգային, ապա Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին Լևոն Կարապետը ավարտում է Ռումինիայի պետական համալսարանի գրականության ու փիլիսոփայության ֆակուլտետը։ Մեկ տարի անց նաև համալսարանի գործնական մանկավարժության բաժինը։ Հետագայում նրա բոլոր կենսագիրները հատուկ ուշադրություն են դարձնելու երիտասարդ ուսուցիչ մանկավարժի ավարտաճառի թեմայի վրա՝ կարգապահության հարցը մանկավարժության մեջ։ Կարգապահության խնդիրների ակադեմիական իմացությունը ապագա հովվապետին բարի ծառայություն մատուցեց։ Լևոն Կարապետը ուսանողական տարիներից ազգային հասարակական եռանդուն գործունեություն է ծավալում եւ ոչ միայն ռումինահայ գաղութում։ 1933 թվականից Փարիզի Մարտկոց թերթում սկսում են հրապարակվել նրա հոդվածները։ Համալսարանից հետո հիմնադրում եւ թողարկում է Հեր կամսագրի 12 համար։ Լևոն Կարապետը դասավանդում է հայկական կրթօջախներում, զբաղվում ազգային հարցերով։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռումինիայում գտնվող հայ ռազմագերիների օգնության կոմիտեում եռանդուն գործունեություն իրականացնում։ 1943 թվականին թեմական խորհուրդը, գնահատելով երիտասարդի ազգանպաստ գործունեությունը, նրան ուղարկում է Աթենք։ Այստեղից էլ սկսվում է նրա հոգևոր ծառայության պատմությունը։ Նույն թվականին հունահայ թեմի առաջնորդ Կարապետ arczepiskopos Մազլումյանի ձեռամբ տեղի Սուրբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվում է կուսակրոն քահանա, ստանալով Վազգեն անունը։ Հայտնի է, որ երիտասարդ աբեղան Անդրանիկ Պատարագը մատուցել է 1943 թվականի նոյեմբերի 28-ին եւ նույն օրն ընտրվել ռումինահայոց թեմի առաջնորդական տեղապահ։ 1948 թվականին արդեն որպես թեմի առաջնորդ Վազգեն Վարդապետ Պալչյանն առաջին անգամ այցելում է հայրենիք եւ Մայր Աթոռում ամենայն հայոց կաթողիկոս Ջորեկչյանից ստանում ծայրագույն վարդապետի աստիճան։ 3 տարի անց 1951 թվականի մայիսին, գնահատելով երիտասարդ վարդապետի բացառիկ արժանիքները, Գևորգ 6-րդ հայրապետը նրան օծում է եպիսկոպոս։ Գևորգ 6-րդի վախճանից հետո 1955 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվում է ազգային եկեղեցական ժողով, որ պիտի ընտրեր լուսավորչի գահի 130-րդ գահակալին։ Ժողովական կանոնի համաձայն բոլոր եպիսկոպոսների հետ թեկնածուների թվում էր նաև Վազգեն Պալչյանը։ Նա վաստակել էր ժողովի անդամ պատկառելի հոգևորականների ու մտավորականների սերն ու վստահությունը։ Ծերունազարդ Ավետիք Իսահակյանը անսքող ոգևորությամբ ժողովականներին կոչ է անում քվեարկել երիտասարդ եպիսկոպոսի օգտին։ Վազգեն ծառա Քրիստոսի, խոստանամ եւ ուխտեմ, առաջի սրբոս սեղանույթ եւ աստվածընկալ սուրբ նշանածս, հանցն առնուլս բաշտոնս եպիսկոպոսաբեդության Հայաստանի այս եկեղեցվո, եւ բոլորաբդուղ նվիրմամբ ընծայել զանցնիմ, հանվթար գադարումն աստվածատիր օրինած եւ կաթողիկոսական բարդուց, եւ առաջնորդել ասկիս հայոց, ըստ ուղափառ վարդապետության քրիստոսական գրոնից, ըստ մերույս եկեղեցվո թավանության։ Վազգեն կաթողիկոսն իր գահակալությունը սկսում է դժվարին պայմաններում։
Երկրորդ համաշխարհայինից հետո հայերը ընկերային տնտեսական ծանր պայմաններում էին ապրում, թե հայրենիքում, թե Սփյուռքում։ Վազգեն Վեհափարի երազանքն էր միավորված տեսնել պատմական պատճառներով բաժանված հայ եկեղեցին, հարթել Կիլիկիո կաթողիկոսության հետ հարաբերություններում առաջացած խնդիրները եւ համախմբել ազգի բաժան-բաժան եղած հատվածները։ Խորհրդային երկաթե վարակույրի արգելքը հաղթահարելով Վազգեն առաջինը 30-ից ավելի հայրապետական շրջագայություններ է ձեռնարկում եւ Սփյուռքի կարողություններն օգտագործում բարենորոգչական իր ծրագրերի իրականացման մեջ։ Նրա անմիջական ջանքերով մայր հայրենիքի հետ են կապվում ազգային երևելի գործիչներ Պողոս Նուբար Փաշանուբարյանը, Գալուստ Գյուլբեկյանը, Ալեք Մանուկյանը։ Խորհրդային անաստվածության տարիներին Վազգեն Հայրապետը նորոգում է Էջմիածնի մայր տաճարը, հնամենի բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ։ Նորոգվում են նաև Հայաստանից դուրս գտնվող հայկական եկեղեցիներ Բաքվում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում։ Վազգեն Վեհափարի շրջանում եկեղեցու վարչական կառույցը բարենորոգման նոր փուլ է ապրում։ Հաստատվում են թեմական նոր կառույցներ, ընդլայնվում է Մայր աթոռի աշխատակազմը։ 1965 թվականին հայոց մեծ եղեռնի 50-րդ տարելիցին Մայր տաճարի հարևանությամբ կառուցվում է անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը հայրենիքում։ Դա հայրապետից քաղաքացիական բացառիկ կամք ու համարձակություն էր պահանջում։ Հայրապետը գիտեր, որ եկեղեցու ապագան ուսյալ հայրենասեր հոգևորականությունն է։ Նա իր կյանքի հիմնական գործը համարում էր սերնդի դաստիարակումը։ Վեհափարի ջանքերով ճեմարանականները կրթությունը շարունակում էին արտերկրի աստվածաբանական համալսարաններում ու կրթական կենտրոններում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, եպիսկոպոսաց ու քահանայից դասի վաստակաշատ բազմաթիվ հոգևորականներ ակնածանքով ու երախտագիտությամբ են նշում, որ իրենք Վազգեն Վեհափարի սաներն են։ Հայոց 130-րդ հայրապետը գիտության ու մշակույթի մեծ հովանավոր էր։ Նրա հորդորով ազգային բարերարները միջազգային տարբեր աճուրդներից ու անհատական հավաքածուներից հայկական հազվագյուտ մատյաններ ձեռք բերելով վերադարձնում էին հայրենիք։ Վեհափար հայրապետը բազմաթիվ ձեռագրեր է նվիրել Մատենադարանին։ Թորոս Ռոսլինի ծաղկած ձեռագրերի կողքին հիշատակելի են Վեհամոր ավետարանը, Թովմա Արծրունու պատմություն Արծրունյաց տան աշխատության միակ պահպանված ձեռագիր օրինակը ու շատ այլ մատյաններ։ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսը 20-րդ դարի նշանավոր կրոնապետերից էր։ Հայրապետը հեղինակություն էր վայելում թե քրիստոնեական, թե այլադավան աշխարհում։ Նա իր մասնակցությունն է բերել հանուն խաղաղության, զինաթափման ու ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին Մոսկվայում, Բեռլինում, Հելսինկիում։ Խաղաղության պաշտպանության համաշխարհային խորհուրդը, գնահատելով Վեհափար հայրապետի ավանդը, նրան պարգևատրել է Ժուլիո Կյուրիի անվան շքանշանով։ Վազգեն առաջինի նկատմամբ ակնածանք էին տածում նաև խորհրդային իշխանությունները։ Դրա ապացույցը ԽՍՀՄ պետական երկու շքանշաններն են։ Քսաներորդ դարը քրիստոնեական եկեղեցիների համար դժվար շրջան էր։ Պատմաքաղաքական զարգացումների հետևանքով նվազում էր նրանց դերն ու ազդեցությունը։ Եվ ընդհանուր այս պատկերին հակառակ համայն հայության մեջ աճում էր Մայր աթոռի հեղինակությունը։ Որոշ քաղաքական ուժեր փորձեցին արտասահմանում կանխարգելել այդ գործընթացը, Կիլիկիո կաթողիկոսությունը հակադրելով Սուրբ Էջմիածնին։ Սակայն հայոց հայրապետը գահակալության ամբողջ շրջանում ձգտում էր եկեղեցին զերծ պահել քաղաքական խաղերից։
Գահակալության ընթացքում Վազգեն կաթողիկոսը 6 անգամ կատարել է Միրոն օրհնեքի արարողություն։ Վերջին Միրոն օրհնությունը 1991 թվականի սեպտեմբերին էր, որ նախախնամությամբ ու հայրապետական կամքով համընկավ անկախության հանրաքվեի հետ և հռչակվեց անկախության Միրոն։ Դժվարին ժամանակներ էին սկսվում Հայաստանի համար։ Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարը լուրջ փորձություն էր, և վեհափառը արտերկրի իր զավակներին հորդորեց նեցուկ լինել հայրենաբնակ իրենց եղբայրներին, կիսել պատերազմական շրջանի դժվարությունները։ Նրա ջանքերով միլիոնավոր դոլարների հանգանակություններ կատարվեցին և եկեղեցու միջոցով տրամադրվեցին պետական իշխանություններին։ Գեցե Հայաստանը, գեցե ազատ Հայաստանը։ Հետագայում, երբ անկախացած երկիրն իր արժանավոր զավակներին գնահատելու համար հաստատեց ազգային հերոսի կոչումը, առաջինը այն շնորհվեց հայոց հորը։ Այդ օրը երկյուղածությամբ ու հուզմունքով ծերունազարդ հայրապետը ձեռքն առավ նաև նորանկախ հանրապետության քաղաքացու առաջին անձնագիրը։ «1994 թվականի օգոստոսի 18-ին Վազգեն առաջինն ավարտեց իր երկրային կյանքն ու գնաց միանալու մեր եկեղեցու սուրբ հայրերի հոգիների երամին։ Գնաց լրումին չհասցնելով իր թերևս ամենակարևոր ձեռնարկը՝ Մայր Աթոռի հովանու ներքո հայ եկեղեցին միավորելը։